Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Անտիֆեյքի հետ մենք ձեզ ներկայացնում ենք Ղազարյան vs. Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Այս անգամ Պետրոս Ղազարյանը որոշել է իր մոտ հրավիրել Սարիկ Էլեկտրիկին։ Նա ժամանակին ավելի բարձր դիրքից էր հանդես գալի, հավակնում էր դառնալ Գյումրու քաղաքապետ, պարզվեց ընդամենը Ռոմանոսի էլեկտրիկ, կմշակվի էլեկտրիկ։ Միացրեք ձեր էլեկտրական սարքերը, հատկապես հեռուստացույցն ու համակարգիչները եւ հետևեք մեր այս թողարկմանը։ Հավանեք, տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները Donation Alerts, Patreon, Super Chat, բանկային փոխանցումներով։ Օգնեք Անտիֆեյքին։ Դա կարևոր է այս եւ մյուս թողարկումների համար։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Մոտ կես տարի առաջ Գյումրիում ընտրություններ էին, դուք գիտեք, ինչ մթնոլորտում անցան ընտրությունները եւ Վարդան Ղուկասյանը ընտրվեց քաղաքապետ։ Մենք մի քանի անգամ հրավիրել ենք պարոն Ղուկասյանին, էլի հրավիրում ենք, նա դեռևս չի համաձայնվում, իր իրավունքն է։ Մենք կզրուցենք Գյումրու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի հետ, բարեկո պարոն Մինասյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Պետրոս, դու ասում ես 6 ամիս առաջ Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրու քաղաքապետ։ Դա ճիշտ է։ Բայց չես ասում, ով չընտրվեց։ Սարիկը։ Բայց չընտրվածին ես բերե հարցազրույցի։ Ասում ես Գյումրու ավականու ԿՊ խմբակցության անդամ։ Խաբար չես ինչ այլ է Պետրոս։ Հայաստան էլեկտրական ցանցերը սեփականատիրոջ ձեռից կառավարումը առել են։ Այս մարդը արդեն Սարիկ էլեկտրիկն է, այդ ցավը տանեմ, էլ ինչ ավականի, տեսուչ, ցանցի, էլեկտրիկ։ Հոսանքի հետ կապված եթե գործ կա, ասեք մարդը հլնի իր գործոզը, էլ ինչ քաղաքապետ, էլ ինչ ավականի, էլեկտրիկ։ Բա համել մոռացար ասես Պետրոս, որ այդ նույն օրը որ Գյումրիում համայնքի ավականու ընտրություններ, բա փարակարում էր, չէ՞, համայնքի ավականու ընտրություն։ Հետո ինչ եղավ։ Ընդ ԿՊ-ին հաղթած համայնքի ղեկավարը գնդակահարվել է, սպանվել է, ըստեղ ԿՊ-ին հաղթած համայնքի ղեկավարի հետ ամբողջ իշխանությունով ընկել են դրա հետևից։ Կարծեմ դու էլ ես, չէ՞, միացել այդ հետևից ընկնելու պայքարին, դրա համար ես այսօր Սարիկ էլեկտրիկին բերես այդտեղ հարցազրույցի։ Չնայած Սարիկի տված օգուտ դիշ պիտի լի, սա մենակ վնաս կարա տա, սաղին քաշեց, արե Նիկոլն ընդից քաշեց սա։ Ես լսում էի Վարդան Ղուկասյանի հարցազրույց էր, ասուլիս էր, այնտեղ խոսվեց ներսես շնորհալուց, լավ տղեկից, թուրքերից, ռուսներից, չգիտեմ, վիկինգներից, կենգուրուներից, բայց քաղաքային խնդիրներից այդքան չխոսվեց։ Մի քիչ էլ լրագրողներն էին մեղավոր, որտեղ այդ հարցեր էին տալի։ Այդքան բանի մասին խոսվել է Պետրոս, քո մասին էլ է խոսվել։ Վիկինգը որն է, կենգուրուն որն է։ Բալավ այդքան բանից խոսվել, ասենք քո մասին ոչ մի խոսք դժգոհ ես, հա։ Գնայ, մի լրագրող ես դու ես, լրագրողներից ես դժգոհ, ասում ես լրագրողներ տենց մի լրագրող ես դու ես, գնայ քո ուզած հարցերը տա, քո ուզած պատասխանները ստանա։ Թե դու ես ծանր տեղը չես թեթևացնում, էլ ես լրագրողները գնում են, դու ես նստած տեղից, մենակ ես քո իմաստնությամբ վերլուծում ես, էլի, դες ծանր տեղը չես թեթևացնում։ Այ ինչ վիճակում է Գյումրին, ինչ ա եղել այս կես տարում։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ինչի համար է շնորհակալ, այդ մենք ենք շնորհակալ, որ լայաղ ես արել, եկել ես այդ ցավը տանեմ, ցանցերը թողել ես, եկել ես, մեր պարտքն է Սարիկ ջան, քո պես իմաստուն, մտավորական մարդու կարծիքը լսելը, մենք ենք շնորհակալ, որ եկել ես։ Աբրես ախպեր ջան։ Անցած 6 ամիսների ընթացքում Գյումրիում տեղի իշխանությունները որևէ էական նշանակալի գործողություններ քաղաքի կառավարման առումով չեն իրականացրել, դա փաստ է, գյումրեցիներն էլ կփաստեն։ Սարիկ ջան, այս ինչ ինքնակնադատություն ախպեր ջան։ Բա դու Գյումրու ավականու անդամ ես, չէ՞։ Բա հետն էլ քաղաքագետ էի, չէ՞, երևակայելի քեզի։ Բա քաղքի տգետ։ Բա դու չգիտես, որ
քաղաքային իշխանություն ասելով առաջնային իշխանությունը համայնքի ավականին է։ Համայնքի ավականին է ձևավորում գործադիր իշխանությունը, վերահսկում է դրա գործունեությունը։ Հիմա ասում ես քաղաքային իշխանությունները ոչ մի բան չեն արել։ Այսինքն դու ոչ մի բան չէ։ Դու հիմա ղեկավարում ես Գյումրու ավականու ամենամեծ խմբակցությունը, ճիշտ է։ Ու մեկ էլ ասում ես, որ քաղաքային իշխանությունները, այսինքն դուք ոչ մի բան չեք արել։ Բամո չես անամարա։ Ինչի ոչ մի բան չեք արել։ Ինչ պիտի անեք, որ չեք արել։ Խնդիրներ կան աղբահանության առումով, աղբատաշտի խնդիրը մինչ օրս չի լուծվել, ճանապարհներ չեն փնտրում։ Լավ էլի Սարիկ ջան, բայց դա տոշնի քո գործն էր, աղբահանությունը։ Բա աղբահանության խնդիր կար, գնացիր կպար էլեկտրոցանցին, գնայիր էլեիր աղբահանության ձեռնարկության տնօրեն, այդ հայր կանգնեիր աղբադաշտի գախին, քաղաքում իշքան աղբ կար այդ քո ամբողջ խմբակցությունով, բանով, քպեով, տանեիր, ընդ կենտրոնանայիք, ընդ բա աղբահանությունը թողել ես, գնացել ես էլեկտրահանությունով ես զբաղվում։ Բա սա մեղքը քեզից է գալի, որ ուզում ես իմանաս։ Տոշնի քո գործն է։ Մենք ներկայացրել էինք այնպիսի ծրագրեր, որոնք ընդգրկված էին նախընտրական մեր քարոզարշավի ծրագրի հիմքում, անվճար մանկապարտեզներ, դպրոցների, սպորտ դպրոցների, մանկապարտեզների վերանորոգում, փողոցաշինություն ու քաղաքային խնդիրներ, որոնք հստակ կոնկրետ լուծումներով մենք ներկայացրել էինք մեր ծրագրում։ Ցավոք սրտի այդ որևէ լավ իմաստով ծրագիր, որը կթեթևացներ մեր գյումրեցիների կյանքը, կդարձներ ավելի լավը մեր հարազատ քաղաքում, չընդունվեց իշխող այդ ծրագիրը ընդունվել է իրանց իրենց ներկայացրած ծրագիրը եւ ինչ են արել այդ ծրագրը։ Միրոպ, հələ սպասի Պետրոժան։ Բայց ծրագրեր են ընդունվել, այնպես ծրագրեր են ընդունվել, որ բարթացնում է գյումրեցիների կյանք։ Մենակ ձեր ծրագրերով կարող թեթևանալ։ Քաղաքապետը չի ընդունել ձեր ծրագրերը, մարզպետն էլ խոցերն է։ Բայց նույն ծրագրերը տաներ ներկայացնել մարզպետին։ Վարչապետն ումն է։ Վարչապետն էլ խոցերն է։ Մի անգամից այդ ծրագրերը համայնքի բյուջեով չի ընդունվում, չի իրականացվում։ Պետական բյուջեում ավելի շատ փող կա, չէ՞։ Հանրապետության նախագահն էլ ասում է, երկիրը փողի խնդրեմ չունի։ Բայց մարզպետը ձերն է, վարչապետը ձերն է, տարածքային կառավարման նախարարը ձերն է, դուք մնացել եք Գյումրու քաղաքապետի հույսին, հա, Սարիկ։ Բայց բերեք պետական ծրագրերով իրականացնեք այդ ինչ որ ուզում ես անես, թե շանտեղ դնող չկա այդ ձեր ծրագրերին։ Ես վերջերս հարցում եմ ուղարկել Գյումրու համայնքապետարան, որ 100 մարդու աշխատանքի են ընդունվել տարբեր տեսակի պայմանագրերով, հիմա պայմանագրերի ուզում ենք ուսումնասիրել, կուղարկենք տարածքային կառավարման նախարարություն, օրինականությունը ճշտելու համար, որովհետև մոտ 100 աշխատակիցները, եթե միջին աշխատավարձով հաշվենք, համսեգան 15 միլիոն դրամի, իմ համեստ հաշվարկներով 15 միլիոն դրամի հավելյալ բեռ է Գյումրու համայնքապետարանի համար եւ մեր այդ փոքրիկ բյուջեին եւս մեկ խոշոր ծախս պետք է բարձենք այդ մարտիկ ինչ արժեք են ստեղծում իրենց աշխատանքի արդյունքով արդյոք գյումրեցիների կյանքը ավելի է բարելավել թե աշխատանքի են ընդունվել իրենց ծանոթ բարեկամները եւ այլն։ Այ Սարիկ, այ բալա, տարածքային կառավարման նախարարությունը ինչ կապ ունի համայնքի հետ, համայնքում տեղական ինքնակառավարումը, բոլոր հարցերը դուք պիտի ինքնուրույն տեղում քննարկեք, տարածքային կառավարման նախարարությունը դրա հետ բացարձակապես կապ չունի, իրավական հարցերի ճշտման հետ առավել ևս, եթե իրավական խնդիրներ է, իրավապահ մարմիններին պիտի դիմեք, ասում ես 15 միլիոն դրամով 100 աշխատողի 15 միլիոն դրամը 100-ի որ բաժանում ես ամիսի 150,000 դրամ, այս 150,000 դրամով ինչ ծանոթ բարեկամ պիտի լինի, ում պիտի խնդրես գա ամիսի 150,000-ով աշխատի։ Սարիկ, դու էլեկտրոցանցում ինչքան աշխատավարձ ես տանում։ Թե ընդ ծանոթ բարեկամով ես, Ռոմանոսը քեզ մրցույթով է նշանակի ղարս մասնաճյուղի տակ, մրցույթը հայտարարե եւ դու քո բազային հարուստ գիտելիքներով, որպես էներգետիկ ոլորտի ճարտարագետ, ասենք պոլիտեխնիկի շրջանավար, չէ, բայց ինքը ոնց որ սլավոնականի քաղաքագիտություն է։ Հա, գնացել ես, մասնակցել ես մրցույթին, սկզբի CV-ն ես ներկայացրել, նայում են համապատասխան, հետո գալիս են գրավոր փուլն հաղթարում, հետո բանավոր հարցազրույց, մրցույթով դառել ես ղարս մասնաճյուղի տնօրեն, աշխատավարձդ ինչքան է։
Արա կարող է պարզվի այդ 100 հոգուց կեսի աշխատավարձը մենակ ու ամսական աշխատավարձն է։ Հարցերա բարձրացնում ես մեր գյումի ֆինանսական խնդիրներ էլի։ Այ Պետրոս արա։ Պարմինասյան, ես զգում եմ, որ Վարդան Ղուկասյանը փորձում է այդ մեղքը գցել կառավարության վրա։ Նա տասնյակ դիմումներ ա գրում, փող չեն տալիս, դիմումները չեն քննում, դատի ա տալիս կառավարությանը, քիչ են փող տալիս եւ այլն եւ այլն։ Ինքը մեղավոր չի, փողը չեն տալիս։ Տեսեք, այդ ֆինանսական միջոցները պետ բյուջեից, որ հատկացվում են համայնքներին, հստակ օրենքով կարգավորված է դոտացիաների, սուբվենցիաների միջոցով գումարները փոխանցվում են, որից է գումար պագաս չի փոխանցվել, ինքս երբ ժամանակավոր պաշտոնակատար եմ եղել, վերջին 2 տարում 500 միլիոն դրամով կառավարության կողմից ավել վճարում է եղել Գյումրու համայնքապետարանին։ Դա ասում ես էլի խեք չունի, էլի տեսել ինչեր է խոսում։ Ասում է, այնիշ որ օրենքով է Էդի համայնքին հատկացումը, ես որ պաշտոնակատար էի, ասում այդ ժամանակ 500 միլիոն էլ ավել են տվել, այսինքն ինչ է ուզում ասի, որ իր պաշտոնակատար եղել նախընտրական շրջանում, այսինքն ուզում ասի, որ Գյումրի համայնքին կառավարությունը բյուջեից լրացուցիչ փողեր է տվել, որ որպես վարչական ռեսուրս, ֆինանսական ռեսուրս ծախսեն ու իր վերընտրվելն ապահովեն, բայց ինքը այնքան ռոմանոսա գտնվե, որ անգամ այդ պայմաններում մարդիկ իրան չեն ընտրել ու ինքը գնացել դառել է Ռոմանոսի ձախ սարիկ։ Այդքանից հետո։ Բայց ասում է, այ որ ես էի այդ ժամանակ տալիս էին։ Իսկ հիմա ընդդիմադիր տեխնացուն ընտրվել, համայնքին էլ ֆինանսավորումը չեն տալու։ Բա Պետրոսյան, ժողովրդավարություն է, էլի։ Պետրոսը մի պահ պատկերացրու, որ Գյումրի քաղաքապետը ոչ թե Վարդան Ղուկասյանն է, այլ Էլդար Ազիզովը։ Ճանաչում ես Էլդար Ազիզովին։ Արա մի օր կանչի հարցազրույց էլ արդեն վաղն է։ Սումգայիթի քաղաքապետն է։ Կանչի անպայման հարցազրույցի։ Հիմա ասեք պատկերացրու Էլդար Ազիզովը լինի Գյումրի քաղաքապետ, ու մի հատ նամակ գրի Նիկոլ Փաշինյանին, ասի խնդրում եմ ինձ գումար հատկացրեք, այսից ծրագիր իրականացնելու համար։ Կտա թե չի տա։ Հələ մա ձեռը դիր, ստամոքսի տասա, կտա թե չի տա։ Իսկ Վարդան Ղուկասյանը չի պիտի տան։ Այս մարդիկ գյումրեցիներին ոչ են սիրում, Գյումրին ոչ են, իրանք թուրք են սիրում, ապեջ, թուրք էլի կտան, թուրքի չեն տա։ Հիմա քաղաքապետը ընդդիմադիր է։ Կառավարությունը շարունակում է իր ծրագրերը։ Այո, կառավարությունը շարունակում է իր ծրագիրը։ Պետրոս, դու քո ասածները գոնե լսում ես։ Նոր մի քիչ առաջ դու էիր ասում, որ քաղաքապետը, որ ընդդիմադիր է, կառավարությունը անհրաժեշտ փողեր չի տալի, Վարդան Ղուկասյանը դրա մասին բարձրաձայնում է։ Հիմա նույն քո ասածը դու չես լսում, հիմա նույն բանը Սարգինը կառավարությունը շարունակում է իր ծրը։ Ինչ իմանա այս մարդը։ Էլեկտրիկ մարդ է։ Այս մարդու խնդիրը խո գյումրեցիների հոգսերը լուծելը, այս մարդու խնդիրը գյումրեցիներից հոսանքի փողը հավաքելն է, իր աշխատավարձը բարձրացնալ։ Այս մարդու Ռոմանոսին է, թե Գյումրիում իշխանություններ գոյություն ունեն։ Մարդ ես կտե հարցս տալի։ Այն մարդ արդեն դզվել է ամեն ինչը նորմալ, ամեն ամիս թոշակի պես միլիոնից ավել աշխատավարձ ստանում նստում է։ Ուզում եմ հիշեցնել, որ Գյումրու Շիրագածի փողոցը, որը շատ երկար իր երկարությամբ երևի ամենաերկար փողոցն է մեր քաղաքի, կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ մոտ 2.5 միլիարդ դրամի ծրագիր ուղիղ կառավարության ֆինանսավորմամբ վերակառուցվելու է այդ փողոցը։ Գյումրիում այսօր 15 դպրոց է վերակառուցվում։ Վերջին 20 տարիների ընթացքում նմանատիպ մեծածավալ շինարարական աշխատանքներ, կառուցապատման աշխատանքներ որևէ կառավարության կողմից չի իրականացվել։ Մի րոպե, Սարեկ ջան, հələ մի հատ սպասի։ Ասես 20 տարիա որևէ կառավարություն չէ։ Այդ 20 տարուց 7 տարին այդ համերը կեսն է։ Էդի Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է։ Արա բայց սերիկաներն չի Գյումրիում ոչ մի ծրագիր չեն իրականացրել։ Կարող է դրանից է որ Գյումրի քաղաքապետերը միշտ ընդդիմադիր են եղել, դրա համար չեն իրական։ Մենակ են քո ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ են, հա, բանը։ Մնացած ժամանակ այդ մարդկանց գյումրեցիներին չի հետաքրում։ Այ սերիգա 7 տարի արա պատենում ես Պետրոս։ Այդ Նագլին Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը 7 վերջի 7 տարին ես մարդն ասում։ Պաշտոնակատար է եղել։ Սա գիտի, ասում ոչ մի բան չեն արել։
սրիկաները։ Պարոն Մինասյան, ես հիշում եմ նախընտրական շրջանում Վարդան Ղուկասյանը, որ ասում էր, եթե ինքը ընտրվի, Ռուսաստանից մեծ ներդրումներ կգան Գյումրի։ Գուցե սպասում են այդ ներդրումները, եկել են ներդրումները ռուսական։ Ձեռս առնում, հա Պետրոս, ասինքն նենց քու կարծիքով նենց հեգնում ես, էլի ռուսական ներդրումներ եղել է թե չէ։ Պետրոս, դու գիտես, որ նախ այդ Գյումրի քաղաքի մի զգալի մասը ապրում է այնտեղ տեղակայված ռուսական ռազմաբազայի հաշվին, արդեն տարիներ շարունակ։ Կամ դու քաղաքական մեկնաբան ես ներկայանում։ Դու ասեք տեղյակ չես, որ համայնքի ղեկավարը, համայնքի ավագանի ներդրումներ ներգրավելու գործում գրեթե լիազորություններ չունի։ Ներդրումներով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը, ներդրումներով զբաղվում է վարչապետը, համայնքի ղեկավարը, ինչն է, դες ձեռ ես առնում։ Հիմա ասենք ռուսական ներդրումներ 6 ամսվա ընթացքում պիտի լինեին, հա, ներդրումները շուտ են ելնում։ 7 տարի է Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանությանը, եվրոպական երկրների հետ սենց հարաբերություններ ունեմ, Թրամփի էլ ընկերն է, իր համարներ Թրամփի WhatsApp-ի մեջ գրած է another guy from Albania։ Մի հատ ամերիկյան ներդրում 7 տարվա ընթացքում Հայաստանում եղել է թե չէ։ Եվրոպական որևէ ընկերություն Հայաստանում այդ 6 ամսվա մեջ պիտի ռուսական ներդրումները լինեին։ Դες ձեռ ես առնում։ Եղել է Սարիկ ջան։ Բա ով է ներդրումներ արել Գյումրիում։ Արին Չոր նավահանգիստը կա, չէ։ Անձրև գալուց խոչի թրջվում է դի Սարիկ։ Զգուշ եղեք չթրջվի արա դի Չոր նավահանգիստը։ Ճիշտ ասած տեղյակ չեմ որևէ ներդրում, եթե ֆինանսական տեղյակ չեմ ֆինանսական ներդրում, հա, Ռուսաստանի կողմից չի եղել Գյումրի քաղաքում։ Ռուսական ներդրումներ չկան, Պետրոս, հիմնականում Գյումրիում եվրոպական ներդրումներ են ու ամերիկյաններ։ Ընդ որոշակի իմաստով նաև բանել է կանադական ներդրումներ էլ կան, բայց այդքան շատ չի։ Հիմնականը եվրոպականը տես խոշոր վերազգային կորպորացիա չկա, որ Գյումրիում ներդրումներ արած չլինի։ Դե ամերիկականները պրոստը եթե չեն էլ անում, ապա մենակ այն պատճառով, որ իրար մեջ կռիվ է, որ մեկը անի, շուտ անեն, ասենց իրար հետ վիճում են, չեն հասնում, բայց հիմնականում արվում է։ Ներդրվում են կամաց մարդկանց ուզում են տանել դեպի միութենական ինչ-որ պետությունների դաշտ, որը անընդունելի է։ Մենք 90-ականներից սկսած մեր երկրի անկախության, ինքնիշխանության համար այդ թափած արյունը որևիցե մեկը չի կարող ուրանալ, իրենք իրենց արժանի գնահատականում պատիժը ստանալու են միանշանակ։ Մի րոպե, Սարիկ ջան, ախպեր, դու լրիվ սա խառը իրար սարքիր կաշ։ Միութենական պետության դաշտ տանելը ո՞րն է, ախպեր ջան, դու տեղյակ չես։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, դու նոր ես մտել, չէ՞, դու լուսավորում ես, չէ՞, քեզ անասնագողություն արինի, քաղաքական անասնագողությունն չէր, բերին գցին ստե։ Արա դրանք օրենք են ընդունել։ Սարիկ ԿՊ-ն օրենք է ընդունել միութենական դաշտ Եվրոպական միության անդամության գործընթաց սկսելու մասին։ Այսինքն դրանք պիտի պատժվեն դրա համար։ Բայց մեր անկախության, ինքնիշխանության հաշվին ալելու։ Այնց ոնց որ Եվրոպական միությունն է սահմանափակում անդամ երկրների ինքնիշխանությունը, այտենց ուրիշ միություն էլ չկա։ Բայց մարդիկ օրենք են ընդունել։ Ասում ես թափած այրունը պիտի չուրանա, բայց թափած այրունը որտեղ է թափվել։ Արցախում չի թափվել, բայց ով է ուրանում։ Դու չես ուրանում։ Դու չէիր նախընտրական շրջանում Նիկոլին պաշտպանում, ասում որ Արցախը Հայաստան չի, չպետք էր գնալ Արցախում ծառայել, բայց դու ես ուրացել։ Հիմա ինչ պիտի պատժվի։ Պետրոս, արա էսի լրիվ խառնեց սաղիր արա, դու չես փոշմանե քո արածի վրա, որ սրան բերել ես։ Քեզի գործից կանեն, արա։ Մի երկու անգամ ես բերես այս հիմարությունները դու ստան, քեզի գործից կանեն։ Ախ, խու խելք ասա Պետրոս։ Այսքան ժամանակ դու մեկնաբան ես, չեմ ասում է հմեկ։ Կենտրոն հերոստանգերությունը, որ դաժե փողով հարցազրույցեր անում, դու ցանցի պետ հրավիրել ես հարցազրույցի։ Դու ջերմուղի պետ հրավիրել ես, հա։ Բա օրինակ քո արածը ինչի նման է։ Ասենք էլեկտրոցանցի մասնաճյուղի պետին ինչ ես բերել դու նստածրե։ Ստե որ այն էլ չիմանա ինչ խոսա, այտենց հիմարությունները դու ստա քեզի գցի կրակը։ Քու խելքնա որովհետև։
ով կողմ չի, որ մենք դառնանք միութենական պետություն ռուսների հետ, նրանք շնաբարո, թուրքաբարո շներ են կամ հակառակը շնաբարո թուրքեր։ Փոքր ուղում ասել է հայտարարել է ովքեր իմ այդ գաղափարին դեմ են, ինձ վատ բարերով կպատասխանեն, նրանք թուրքահպատակ շներ են։ Տեսար Պետրոս, այնքան թույլ ես, այնքան պրիմիտիվ, որ չես կարող սովորական խոսքից մեջբերում անես, որ քեզ էլեկտրոցանցի պետ Սարիկն է դաժե նկատողություն անում, ասում է տես չի ասի այդ մարդը Պետրոս, ասում է ես այդ գաղափարի կողմնակից եմ, ով ինձ կվիրավորի կամ պատվի մեկնաբանություններ կգրի, այն նա կոնկրետ ասում է թրքահպատակ շան թուլային, տես բանա չի ասի, այդ մեջբերումը չես կարող անես, որ քեզ ամենասովորական էլեկտրոցանցի պետն էլ է քեզ դիտողություն անում, այդ մակարդակի ես ասի դու Պետրոս, ի՞նչն ես սխալ ասի, հələ մատ ասա տենամ ի՞նչն ես սխալ ասի, սխալ ասի Սարիկ ջան, նաև մարդը հայտարարել է, որ Հայաստանը իշխանությունները տանում են դեպի վիլայեթացման, թե ինչ, ես էլ հայտարարում եմ, նա ով կմտածի ես, իմ քաղաքական թիմը, մեր ընկերներից որևէ մեկը Հայաստանը միտք ունի տանելու վիլայեթացման, ով մտածի, որ այդպիսի բան կարող է լինել արդարվի, նա թրքահպատակ, ռուսահպատակ, ստրուկ է ու այդպես շարունակ։ Սարիկ, դու այսօր եկարս թե շան լափը թափիր Նիկոլի վրա հելար գնացիր, հա։ Ասենք դու քո ասածներ այն մարդը ամեն ինչ անում է, որ Հայաստանը լինի Ադրբեջանի, Թուրքիայի վիլայեթ, դու եկել ես ասում ես, ով այդպես բան անում, ուրեմն թրքահպատակ շուն է։ Վատ բան է Պետրոս թրքահպատակ շունը լել։ Առավոտի ցիրիկոնար ամեն ինչ անում են, որ լեն թրքահպատակ շուն։ Ես եկել ասում եմ, մենք թույլ չենք տա, որպեսզի լեն։ Դու ով ես արա որ թույլ չտաս։ Եկա վարչապետ մարդա։ Ուրեմն չի մանում ինչ անում։ Դու պետք է թույլ տաս կամ թույլ չտաս։ Չի կարելի մարդկանց պիտակավորել, անուններ տալ, վիրավորել սեփական շահը կամ ընդանուր ընդդիմության խաղապարը առաջ տանելու համար նման արտահայտությունները մտածում եմ, որ խստիվ պետք է արգելվեն, մեր պաշտոնյաները, հանրային դեմքերը պետք է հետևեն իրենց խոսույթներին, սա անընդունելի է։ Պետրոս Սարիգը արգելում է մարդկանց սեփական մտքերը արտահայտեն։ Ասում է պետք է, ասենք եթե հիմա Հայաստանում մեկը կարծիք է արտահայտում, ոչ թե պետք է օգտվի սահմանադրության իր ազատ խոսքի իրավունքից, եթե որևէ մեկը իր խոսքում չարաշահումներ է թույլ տալի, դա ոչ թե պետք է դատով, դատարանով, կարգով, օրենքով կարգավորվի, այլ Սարիգի պատկերացումներով, Սարիգի Ռոմանոսի պատկերացումներով։ Սարիկ կարող է դու ոչ թե Ռոմանոսի ձախ Սարիգն ես, այլ աջ ձեռքը։ Եթե աջ ձեռքն ես, իսկ թվում է քո վրա նագրուսկան մեծ ալնում։ Եթե պրոստը ձախ Սարիգ ես, դա արդեն մի քիչ գոնե նագրուսկա թեթև կլինի։ Մենակ էլ այդ հարցում կողմնորոշվի կարևոր է, էլի, կարգավիճակը հենց գործի սկիզբն է, որ ճիշտ դնես, ոնց դրել դες կետա։ Բայց տեսեք, ստեղ կա, այսպես ասած, բանավեճ։ Այ Վարդան Ղուկասյանը բերում է նաև պատճառներ։ Մենք փոքր երկիր ենք, մենք ով ենք, որ Ռուսաստանին ինչ որ չգնանք այնտեղ, հա։ Երկրորդ նա ասում է, որ ես այսօր լսեցի, որ Ռուսաստանը մեզ ատոմային ռումբ կտա։ Եթե մենք գնանք այնտեղ, ինչ վատ, ատոմային ռումբը կդնենք հենց ձեր մոտ։ Գյումրիում, ճիշտ ասած, ես էլ չեմ լսել, բայց երևի ատոմային կառուցելու հետ է շփոթել։ Չէ, ռումբ էր ասում, ատոմային զենք։ Տեղյակ չեմ, լուրջ չեմ վերաբերվում։ Ատոմային երկիր կսարքեն մեզ։ Ուրեմն մարդիկ ուղիղ կապի մեջ են։ Ախասի չեք է խոսում, արա։ Արա դուք այսօր լրիվ ասես թեքիկ ես Նիկոլի երեսին քաշվակ գրախ, հա Պետրոս։ Քո կարծիքով դու դες մտում էլ նես քեզ նես հիմարի տեղ դրած, մտում Վարդան Ղուկասյանին ես բան ասում, բայց շան լափը դու էլ այն իր հերթին շան լափը թափես Նիկոլի գլխին,
Դու էլ քու կողմից ես ձեռ ես առնում, որ Ռուսաստանի հետ ատոմային ոլորտում կարող է համագործակցություն, դա Վարդան Ղուկասյան պիտի անի։ Պետրոս համայնքի ղեկավարը կարա արտաքին քաղաքականություն վարի ատոմային ոլորտում, դա վարչապետը կարա անի, չէ՞։ Ռուսաստան ձեռ ես առնում։ Դե հիմա լսի Պետրոս։ Արա Պետրոս դու լսի հիմա։ Պաշտոնական հաղորդագրություն եմ կարդում։ 2025 թվականի սեպտեմբերի 25-ին քու Սարիկ էլեկտրիկի հետ ունեցած հարցազրույցից ընդամենը 1 շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին Ռուսաստանի նախագահի հրավերով։ Հայկական ատոմայականի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը պարզապես տեխնիկական խնդիր չէ, այլ Հայաստանի Հանրապետության, Ռոսատոմ պետական կորպորացիայի եւ այլ միջազգային գործընկերների հետ արդյունավետ եւ վստահելի գործընկերության արդյունք, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա այս մարդը հենց գնացել Մոսկվայում ատոմային ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցում է, դու մտան Վարդան Ղուկասյանի մասին ես խոսում, էլեկտրոցանցի պետ Սարիգին կանչել է, մի Սարիգի, որը հոսանքը որ ծախում է փողերը հավաքում է վերցում է իրան աշխատավարձ, այդ հոսանքը արտադրում է այդ ատոմակայանը։ Նստել եք Սարիգի հետ, ձեր հաշվով մտան Վարդան Ղուկասյան եք ձեռ առնում, այս է թեքեմ եք այն խեղճ Նիկոլ Փաշինյանի երեսին ու Ռուսաստանի հետ իր համագործակցության համար։ Արա երկուսդ էլ ինչ օպերախտ է գարա։ Դու փաստորեն ոչ թե Սարիգ էլեկտրիկը, ոչ թե դուք բան եք արա, թրքա հպատակ շուն, այլ քրդի շուն, անշնորհակալ քրդի շուն։ Սխալ էլ ասել է Վարդան Ղուկասյանը, եթե տենց ասե։ Համ ուտես, համ ուրանաս։ Պարմինասյան, Գյումրին ունի ավաքանի։ Ավաքանի նույնպես համաձայնավոր մենք միութենական երկիր դառնանք։ Դուք շփվել եք մնացած ֆրակցիաների։ Մնացած ֆրակցիաների հետ չենք շփվել։ Սպասելի, սպասի մի հատ էլ։ Արա Պետրոս, ուրեմն վեր ես կենում։ Այսօրվա այս հաղորդումից հետո Գեթաստուն կբացես տեղական ինքնակառավարման մասին օրը, էդի QR կոդով չի, էդի այբենարան չի, որ կնգատ նման է թա հեռախոսը տնեք, բացեք, որ իմանաք թե հայոց տառերն ով է գրել, որ եթե հանկարծ չբացի էլ չիմանաք։ Սովորական այս թղթի վրա տպած դրած է տեղական ինքնակառավարման մասին օրենք։ Հələ մի հատ կեթաս կբացես կտենաս տենամ։ Ընդ որդի է գրած, որ համայնքի ավականին պիտի զբաղվի Հայաստանի տարբեր միջազգային կազմակերպությունների անդամակցության հարցերով։ Հələ մի հատ էդի որ կարդաս, նոր կգաս այս էլեկտրիկին այդ հարցերդ կտաս։ Արա ամոթ արա, մի քիչ վեր էդ աշխատի, միլիոններով փող է ստանում, միլիոններով փող է ստանում։ Մի հատ քեզ նեղություն չես տալի, մի տող կարդաս։ Ես համոզված եմ, որ դա նաև իրենց մնացած ընդդիմադիր գործիչների, այսինքն իրենց քաղաքական ղեկավարների ծրագիրն է Հայաստանը տանել միութենականացման։ Արախ քո ինչ խելքն է, Հայաստանը ուր կտանեն, ինչ կանեն։ Դու համայնքի ավականու անդամ ես, համայնքի ավականին կարա համագործակցի այլ պետությունների, բարեկամ պետությունների համայնքների հետ, որպես քույր քաղաքներ։ Հիմա լսի Պետրոս, Սարիկ դու էլ լսի, արա ավականու անդամ ես։ Գյումրի քաղաքը, քույր քաղաքը Ռուսաստանի Դաշնության Տվեր քաղաքի հետ, Վոլոգդա քաղաքի հետ, Գերմանիայի Հելեն քաղաքի հետ, Լեհաստանի Բիալիստոկ քաղաքի հետ, Նորվեգիայի Կրագերտ քաղաքի հետ, ԱՄՆ Գլենդել քաղաքի հետ, Ֆրանսիայի Մոնդե Մարսանա քաղաքի հետ, Բրազիլիայի Օզասկո քաղաքի հետ, քաղաքները իրար հետ համագործակցում են տեղական ոլորտում, որպես քույրքը, քույր գործն է, միութենական պետությունն է, եվրոպական միությունն է, Շանհայի կազմակերպությունն է, քույր գործն է, այդ քույր խելքի բանն է, բախտիդ յար, բայց դու անչի այդքան բանը չգիտես, եկքան մարդ ես, նստել եք միջազգային հարցերից եք խոսում։ Վարդան Ղուկասյանն ասում է, որ բոլոր հայրենասեր համայնքի ղեկավարները եւ հայրենասերները ձեր իշխանության ժամանակ
վատ են բրծնում եւ օրինակ է բերում, որ նաեւ իր տղային եք ձերբակալել, դա ճնշում է իր նկատմամբ։ Պետրոս դու զգացել ես, որ Վարդան Ղուկասյանը դարել է քո կյանքի ամենակարևոր մարդը։ Ինչ խոսում ես սա մեջբերումներ այդ Վարդան Ղուկասյան։ Այսինքն այսքան մարդու մեջ, այսքան քաղաքական գործիչների մեջ քո իդեալական կերպարը դարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, հա։ Ասում է Վարդան Ղուկասյանն ասում է վատ է բռնում։ Սխալ ասում։ Փարակար համայնքի ղեկավարին չեն գնդակահարել։ Մնացած ընդդիմադիր համայնքի ղեկավարների դեմ քերական գործեր չեն արուցվել, մենակ իրանն է։ Այտենց է, թե այտենց չի, Սարիկ։ Ես չեմ ձերբակալողը, պարոն Ղազարյան, իրավապահ մարմինները ձերբակալել են, հետո դատարանը տնային կալանք է տվել։ Ինքը չի ձերբակալողը, Պետրոս, իմացար։ Իրավապահ մարմինները գիտես ով է, Մորքուրի տղան։ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության պետ։ Խո Սարիկը չի ձերբակալում։ Իր աղբերն է ձերբակալողը։ Ու հատկապես իր ընտրություններից առաջ, որպեսզի ընդդիմախոսների նեղություն տային, որ Սարիկը ընտրվեր, բայց այդքանից հետո էլ Սարիկը մեր Ռոմանոս չելավ, որ ընտրվի։ Մեր Ռոմանոս էլ չելավ։ Այդտենց էլ մնաց Սարիկ։ Ինչ են անում իրավապահները։ Արդար դատաքննություն են անում։ Այդ գործը 2019 թվականին է քրեական գործը սկսվել, այսինքն ընդհանրապես ընտրությունների Վարդան Ղուկասյանի առաջադրվելու հետո չի եղել կամ որպես քաղաքի համայնքի ղեկավար ընտրվելու արդյունքում չի եղել։ Պետրոսն ինչ ասում։ Արեցի լրիվ նուրջ եմ ասում, ոնց որ հոսանքը խփած լինի սրան։ Ասում է Վարդան Ղուկասյանի տղու գործը 2019 թվականի գործ է, բայց ընտրություններից առաջ են գնում իրան ջարդը, ու դա ընտրությունների ոչ մի կապ չունի։ Բա որ ընտրությունների հետ կապ չունի, ասա 2019-ի գործը 2019-ին բռնած կլեին, 2020-ին բռնած։ Եթե թողել են եկել ասել ընտրությունների ժամանակ է մարդուն բռնում, նախընտրական շրջան, բաց չի որ այդ ընտրությունների համար է։ Մենակ Վարդան Ղուկասյանն են բռնել։ Սարիկ ջան, դու գոնե ձեր քաղաքում իմանում ես ինչա կատարվում։ Նախընտրական շրջանում Վարդան Ղուկասյանի ձերբակալությունները դուք ասեք։ Մարտուն Գրիգորյանի հարազատներ իր բոլոր թիմակիցների ձերբակալություններ նախընտրական շրջանում են, տատիկների գործ, հիշի Պետրոս։ Խուզարկություններ Մայր Հայաստանի Դաշինքի տեխնացու Կարեն Սիմոնյանի գրասենյակում նախընտրություններից մի օր առաջ, 2 օր առաջ Ռուբեն Մխիթարյանին ընդհանրապես բան չունեն ասելու։ Կանչել են Երևանի քննչական, ասում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է Սարը եսի որ թվին, հիմա Գյումրու քաղաքապետն հլարիստ է։ Այն էլ են դեպքում, երբ որ Սարիկը իր եկքա երեխան, երեխան էր որ նայում ես Ռոմանոսից մեծ։ Դրելա գիրկը, նստելա մեքենայի առաջին նստարանին, որը ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է։ Էդի Սարիկն արե, բայց Ռուբեն Մխիթարյանին կանչում են ասում են եսի որ թվին դու առանց պրավո ավտո ես քշե։ Չէ, այդ ընտրությունների հետ կապ չունի։ Էդի արդարության հաստատման նպատակ ունի։ Ինչ ընտրություն, ինչ բան Պետրոս ջան, որ դարն այ ախպեր։ Այ Ղուկասյանը ասում է ես շենացել եմ Գյումրին, կառուցել եմ Գյումրին, ինչ կա ինքն է կառուցել։ Ինչի եք նման սուրբ մարդուն չեք ընդունում։ Դե տեսեք, գյումրեցիները բոլորս գիտենք, ինչը երբ, ոնց է կառուցվել, հողերը ոնց են ձեռք բերել, շինթույլտվությունները եւ այլն, բոլորը տեղյակ են։ Սարիկ ջան, բա դու գյումրեցի ես, ասենք դու տեղյակ չես Գյումրու Սուրբ ամենափրկիչ եկեղեցին, որ երկրաշարժից հետո վերականգնվել է, այս վերջերս էլ օծում եղավ։ Ում դերակատարությունն է մեծ եղել այդ հարցում։ Ես ինչքան հիշում եմ ամենայն հայոց կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգևատրեց դրա համար հայ եկեղեցու բարձրագույն իշխանը, ոնց որ թե իր դերակատարումներ դրանում մեծ, թե քոններ։ Դու այդ եկեղեցում գոնե գնում ես մոնվառես գոնե 100 դրամի օգուտ 10, թե արկելված է հիմա ձեզ եկեղեցի գնալը։ Կամ ասենք եկեղեցի լավ, չես գնում, արկելված է։ Այդ որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էիր, գնում էիր, մտնում էիր կաբինետ, նստում էիր ընդ աշխատում էիր։ Ասենք այդ շենքը
Ում պաշտոնավարման շրջանում է վերանում։ Հիմա ավականու անդամ ես, չէ՞, գնում ես ավականու նիստեր, մտնում ես ավականու նիստերի դալիճ, էդի գնում է քաղաքապետարանի շենքում։ Այդ քաղաքապետարանի շենքը ում պաշտոնավարման շրջանում է կառուցվել։ Վարդան Ղուկասյանինը չի եղել, թե դու ես կառուցել։ Կարող է հերը տա կառուցել, թե Նիկոլն է Լավ, ինձ թվում է այդ Ալենն է կառուցել, Պետրոս։ Ալենն է կառուցել, Վահագ Ալեքսանյանը կառուցած կլինի, մեկ է Վիլենը Գաբրիելյանը։ Դրա համար էլ մարդիկ արժով գնացել են նախընտրական շրջանում Գյումրիում, երեսները բաց, ճակատները բաց, այդքան բան էին արել մարդիկ Գյումրիում։ Դրա համար դաժե Վիլենը լակ ընկել էր փողոցներ, աչքը ձախ քրֆելով, բանանելով, արժ ունի մարդը։ Վաստակ ունի, Գյումրիում այսօր եթե մի բան կառուցված նայում ես Սիրուն, Շեն, Լուսավոր, այդ ուրեմն կամ Վիլեննարը, կամ Վահագը, կամ Նիկոլը, կամ էլ Սարիգը։ Մի բան արած կաս այդ քաղաքի համար Սարիգ։ Ասենք, որ այդան Գյումրի, ասենք, այսի Սարիգն արել։ Տես բան կա այդ քաղաքում։ Կարծում եմ այդ դաշտ մտնել պետք չի։ Պարոն Մինասյան, ինչպես է Գյումրին ընդունում խաղաղության օրակարգը։ Լավ էլի Պետրոս, պարզ չի ինչպես է ընդունում, այդ ցավը տանեմ։ Շատ լավ։ Բոլոր օրակարգերն էլ շատ լավ են ընդունում։ Սարիգ ջան, մի հատ տնից մանրամասը էլ, էսի Պետրոսի համար շատ կարևոր հարց է։ Ասենք գյումրեցիները պատերազմ են ուզում, թե խաղաղություն, որովհետև մի մոմենտ կար սաղ տեղերն էլ պատերազմ էին ուզում։ Գյումրիում էր շատ կուզեին պա։ Հիմա փոխվել է թե չէ, ասենք խաղաղություն են ուզում, թե պատերազմ են ուզում այդ մարդիկ։ Մի հատ տնից կոնկրետացրա էլի։ Շատ կարծում եմ մարդ որևէ մեկը խաղաղության օրակարգը չի կարող այլ տեսանկյունից ընդունել։ Այն մարդիկ են խաղաղության օրակարգին այսօր թեմ, ովքեր կառավարվում են այլ ուժերի կողմից, այլ երկրների ուժերի կողմից։ Չէ, լավ։ Տես Պետրոսը ինչ է հարցնում, ասում է Գյումրիում ինչպես են ընդունում խաղաղության օրակարգը, կոնկրետ Գյումրիում։ Հիմա, քանի որ դու Գյումրիից ես գալի, դու պետք է ավելի կոնկրետ ասես, ըստ թաղամասերի։ Ասենք Գյումրի որ թաղամասում են խաղաղություն ուզում, որտեղ են պատերազմ ուզում։ Ասենք օրինակ Թուրքի մայլեն։ Ընդ ինչ վիճակ է։ Խաղաղության օրակարգը Թուրքի մայլեն ո՞նց է ընկալում։ Կամ այն բանը միաս կոմբինատը, ընդ դու տենց ես չէ ուզում Պետրոսյան, առանձին, ասենք ավստրիական թաղամաս կա երկրաշարժից հետո կարող է հանկարծ դրանք ուրիշ ձև են մտածում, այդքան էլ տենց խաղաղության օրակարգը չեն ընդունում, կամ այն անի թաղամասը, դրանք ձեր պաշտոնավարման շրջանում, չէ՞։ Ոնց չէ ավելի շուտ են կառուցվել։ Հա, զորանոցային թաղամասը, ձեր տների մոտ, օրինակ ասենք գծի հետև։ Ընդ ոնց է, ընկալումները ոնց է խաղաղության։ Մեն այդ Անտառավանը, Շիրակացին ու Երևանյան խճուղին կարաս այտենց մի բանով ներկայացնես, բայց թաղ, որովհետև էսի կարևոր հարց է, այտենց օբշի Պետրոս, Գյումրիը ոնց է, Գյումրի մեծ քաղաք է։ Պետք է կոնկրետ ըստ թաղամասերի խնդրում եմ մի հատ առանձին ներկայացրու։ Այսօր օգոստոսի 8-ի նախաստորագրած փաստաթուղթը մեկ քայլ է, հստակ քայլ դեպի խաղաղության օրակարգ։ Անալա քեզ։ Սարիգ ջան, քո մոտ բանի համարը կա, Թրամփի համարը։ Դու չես վերցել իր համարը։ Վերցրու մեկ դու զանգի էլի։ Կարող է ինքը քեզ էլ ասում, Սարիգ, you are great։ Բան չի չէ, բան արա, վերցրու, Նիկոլի մոտ կա, վերցրու, այտենց շատ հաճախ պետք չի զանգել, համը պետք չի հանել, բայց ժամանակ առ ժամանակ, քանի որ դու այդ օգոստոսի 8-ի վերաբերել արդեն քաղաքական դիրքորոշում ունես, լավ կլինի դու էլ կամաց մտի թեմայի մեջ, դու էլ խոսողորական մարդ ես, այդ ցավը տանեմ, դու էլեկտրոցանցի ղարս մասնաճյուղի տնօրենն ես արդեն, դու պետք է կամաց մտնես թեմայի մեջ։ Թեկուզ այդ մեկ քայլը մենք պիտի փայփայենք, բոլորս մեր ուժերի չափով կանգնենք այդ խաղաղության օրակարգի կողքին, որբիսի մեր երկիրը կարողանանք շենացնել, ավելի զարգացնել, վերջապես մենք մեր երկիրը չենք կարող վերցնել, տեղափոխել գլոբուսի վրա այլ ինչ-որ տարածք։ Մենք պետք է մեր հարևան պետությունների հետ հարաբերություններ սկսենք, երկար տարիներ
եղել են թշնամական հարաբերություններ։ Ճիշտ ես ասում, Սարիկ ջան, ճիշտ է։ Հարևաններն էլ են այդպես մտածում։ Լրիվ քոբե։ Օրինակ, մեր հարևան երկրներում հենց Գյումրի հարևանությամբ այնտեղ թուրք-ադրբեջանական կանոնավոր զորավարություններ են անցկացվում, մինչև հիմա տարեկան մինչև 25 հատ, այդ զորավարություններում ներգրավում են նաև տանկային ստորաբաժանումներ, խաղարկվում է տանկային գրոհ, հարձակման սցենար, այնտեղ էլ են։ Դե որ այնտեղ Պետրոս ջան, այտենց խաղաղասիրական տրամադրություններ ունեն այդ մարդիկ։ Մեր հարևան, մենք ոչ եկեք տալ ուրիշ տեղը։ Հիմա այն մարդիկ էլ խաղաղասիրական նպատակներով, տանկերով, հրետանիով, անոթ հաճու թռչող սարքերով, այդ բայրակտարներով են ասում գայթում են մի հատ գործան են դրեն նոր մեր համար հատուկ Հայաստանի համար բայրակտարներ են արտադրում, որը Թուրքիայից չբերեն, տեղում Սումգայիթից անեն, բերեն բայրակտարները խփեն մեր գլխը, բա այլ ուրիշ որտեղ տանեն Պետրոս։ Հիմա այդ մարդիկ խաղաղասիրական որ բան, մեզ ինչ է, մենք ինչի չպիտի ընթառաջ գնանք։ Մենք էլ կընթառաջ ենք։ Ինչի պիտի դեմել ենք։ Մենք էլ կընթառաջենք։ Արա խելոք ես էլի Սարիկ ջան, այդ քո խաղաղասիրական բաները ինչ շատ է դուր գալի, բայց մենակ խնդրում եմ կոնկրետ էլի օրինակ ասենք այդ գծից են կողմ, այդ ամեն ինչի վերաբերյալ, ասենք գծից են կողմ տենում են, որ սահմանից են կողմ թուրք-ադրբեջանական զորավարությունները, թե չի երևում։ Դուք նաև հեցի Ղարս մասնաճյուղի տնօրենն եք։ Արդեն 2 ամիս ուղիղ։ Ինչպիսի վիճակ է այնտեղ։ Այս 2 ամիսը լավ է։ Այս 2 ամիսը ահագին փոխվել է, կարգավորվել է։ Մինչև այդ Պետրոս պարզ չէր ընդ ինչ վիճակ։ Խայտարակ վիճակ պիտի լիներ, այս մարդը արդեն լինելով պրոֆեսիոնալ, դե ինքը գիտես, ճարտարագետ էներգետիկ ոլորտում, ատոմակայաններով, բաներով էլ զբաղվել, հիմա ինքը մրցույթով է անցել, ասենք մեծ մրցույթ է հայտարարվել, բազմաթիվ հավակնորդների միջից, ի վերջո մրցույթային հանձնաժողովը պրոֆեսիոնալին, գործից հասկացող մարդուն, որ ամբողջ կյանքը կապված է եղել էներգետիկով, Իրաստանը միշտ հոսանք եղել է Պետրոս։ Ինքը միշտ առնչվել է էլեկտրական։ Ասենք մտել է սենյակ մութ է եղել, լույսը վառել է։ Ասենք ուզել է չայ խմի, չայնիկը միացել, հոսանքին միացրել, շատ մեծ է իր էներգետիկայի հետ իր առնչությունները, շատ դրա համար է գնահատվել է մարդը, իր կարողությունները ու որի շնորհիվ արդեն այս 2 ամիսը ահագին լավ է, շատ լավ է։ Ընդհանուր հանրապետությունում էլ է, դե հանրապետությունում գիտես Ռոմանոսը կանգնած մարդ է իր գործի գլխին կանգնած մարդ։ Տեսեք, հիմա գիտեք ճգնաժամային կառավարում է, շուրջ 2 ամիս եղավ, այսօր 2 ամիս եղավ, ինչ է ստանձնել եմ այդ բարդականությունը։ Շնորհավորում եմ Սարիկ ջան, այսօր 2 ամիսն է Պետրոս։ Մա տորտ չկա, ասես մա տորտ բերեն Սարիկը։ Հիմա ամեն ամիս այն երեխան ոնց է, մինչև մի տարեկան էլ ամեն ամիս ծնունդ են անում, չէ՞։ Հիմա Սարիկի ցանցի պետ նշանակվելը ամեն ամիս պիտի նշվի։ Շատ տխուր վիճակում է գտնվում, եթե անկեղծ ասեմ, քայքայված ցանցեր, ենթակայաններ, Գյումրիում մոտ 440 ենթակայան կա, ուղիղ կեսը քայքայված են, տանիքները, պատերը, դռները, անմխիթար վիճակ, անդառներ են աճել, առաջի օրվանից հեծում սկսել եմ, այսպես ասած, սանիտարական, շինարարական աշխատանքներ։ Բախբեր անտառներն էլ են, դե անտառտնտեսության պետ էլ նշանակեք։ Հեցի անտառտնտեսության պետ։ Հա? Ախպեր, մախպեր, բարեկամ բան, ինչ ունես։ Տարեք այդ ձեր ԿՊ-ի խմբակցությունից ով կա։ Տարեք նշանակեք հեցի անտառտնտեսության պետ։ Միլիոնավոր դոլարների ներդրումները ձեր մասնաճյուղ չեն հասել։ Չէ, դրանք սա սուտ բաներ են, այդ ցավը տանեն Պետրոս ջան, արա ինչ միլիոնավոր դոլարների ներդրում է։ Տենում ես էլ ինչ վիճակ ալ։ Մարդը լավ էլ գնաց փրկեց այդ իրավիճակից։ Թե չէ այդ անտառներն ելելու են, սա Գյումրին ելեր անտառ։ Որտեղ մի հատ շոչիկ դրածել, եթե մեզ մեկը տենում ես մի հատ թուփ։ Շենքերում ասենք են շոչիկների շիթը դրածա, մեկը տենում ես կողքից, թփերը աճում են, հելում է թմբա։ Լավա գնաց հասավ տեր կանգնած։ Տեսեք, այն միլիոնավոր դրամների, դոլարների ներդրումները հիմա ուսումնասիրության փուլում են գտնվում, բոլոր աշխատանքները իրականացվել են Տաշիր ընկերության փոխկապակցված կապալառուների հետ, նույնիսկ հեցի աշխատակիցներին
ազատել են աշխատանքից, ընդգրկել են այդ աշխատանքների մեջ, որոշ տեղերում նաև հիմա քրեական գործեր կան հարուցված, որոշ տեղերում նաև ուղիղ ներգրավել են հեծի աշխատակիցներին իրենց շինարարական կապալառուն գերությունների աշխատանքներում։ Դու չանես դες բան, Սարիկ ջան, դու գործ չունես, դες բանն է, շինարարության գործը լինի, ուրեմն իմացի Գարիկի քերին, այն Վեդի համայնքի ղեկավար Գարիկի քերին շինարարություն անում, ասես նայես մատերդ էլ հետը կուտես, այնենց գործեր անում, յուվիլերնի շինարարություն անում, սաղ օրենքով, կարգով բանում, շինարարության գործելնի կտաս բանին, այդ տենդերները կտաս Գարիկի քերուն։ Եթե ասֆալտի գործելնի, Պետրոսը գիտի, Եվրո ասֆալտ, եթե հանկարծ որոշեք են ցանցերի մոտ այն պաստանցիաների բանի մոտ կարող է միտեղ շինարար ասֆալտի գոր տենդեր մի հայտ արեք այտենց պրոֆեսիոնալ կազմակերպություն ոնց որ Եվրո ասֆալտն է Հայաստանում ես չեմ լսել կարող է ես չեմ լսել եւ երկու կնիկ են Արագածոտնի մարզից մեկի անունը Լուսիա է մեկի անունը Սվետա թոշակառու կնիկներ են բայց այդ ասֆալտի գել ախպեր Դրանք շատ լավ են այդ գործը անում, կադրային հարցերում էլ են ճիշտ ընտրություն անում, մի ժամանակ մեր Ալենի աղբերներ տնօրենը, դե հիմա գիտեն իրանք էլ են փորձառու կանայք են, ասֆալտի մեջ խորացած, գիտեն որ այդ գործը Ալենի աղբերը լավ կարան, իրան էին նշանակի տնօրեն։ Ասֆալտի գործը լինի ուրեմն Եվրո ասֆալտ, շինարարության գործը լինի Գարիկի քեռի։ Դե չէ տաշիր, մաշիր, բան գործ չունես աղբեր, դրանք ով են է Տեսանք էլի։ Սա ծիծաղելի է։ Պետրոս։ Ինչես բութ հայացքով նստել նայում արա։ Ծիծաղ երա։ Մարդը Գյումրեցի տղա է, հումորով տղա է, ծիծաղելու բաներ է ասում եմ ծիծաղելի է։ Դու չես ծիծաղում։ Ծիծաղ երա։ Յա, ծիծաղելի բաներ ասում, ծիծաղի, չես տենում, ինչքան լավ այնց կոլորիտով երիտասարդ է Ռոմանոսի Ձախ Սարիգը Սարիգ դու Yaman փորձանք բերիր քո գլխին բայց լուրջ եմ ասում Արա մնա իր հանրապետական էլի ինչի տեր պետք արա դու Գնացիր լուսավորից ԿՊ-ից էլ հեսա քեզի տաներն են գցեն Յենի Ադրբեջան որ մեր ծիծեռնակներին չվնասեն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը Գյումրի ավականու քաղաքացիական պայմանագրի խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն էր, մենք պատրաստ ենք լսել նաև Վարդան Ղուկասյանին, կրկին հրավիրում ենք, կհանդիպենք սեսություն։